ես պատմել Առնոյին։ Ես ինքս իմ ձեռքով ներողում Ես գիտեմ երեխան ու մոտ է։ Ում մոտ է։ Չեմ հասկանում ինչ ես ասում, ավելի պարզ խոսի, հա։ Պատմի։ Վռամի մոտ է։ Վռամով է։ Առնոյի մոտ էր աշխատում։ Հա, այն որ Առնոյի… Հա։ Բայց… Այդ տղան ասեցիր մահացել է, չէ։ Բապ չէ։ Չէ։ Չէ, ինքը չի մահացել։ Ես իրան համարյա ամեն օր տեսնում էի։ Ինքն էր ինձ ասել, որ Առնոյի տուն գնամ։ Բան չեմ հասկանում։ Դու հասկանում ես։ Ես էլ չեմ հասկանում, իմ Արփին լավ չի։ Լսեք ինչ եմ ասում։ Վռամը ինձ ասել էր գնամ Առնոյի տուն։ Խոստացել էր, որ կօգնի, որովհետև ես վախենում էի, որ երեխուս Առնոն կտանի երկրից, որովհետև բոլոր փաստաթղթերը արդեն պատրաստ էին։ Բայց ինքը ինձ խաբեց։ Խաբեց երեխուս տարավ։ Ես հիմա չգիտեմ ինքը ուր է։ Առնոն պնդում է, որ Վռամը վառվել է ու մի քանի հոգի տեսել են։ Դրա համար Արփին չի հավատում։ Ու մտածում է, որ Արփին… Բայց դու քո ձեռքով երեխային տվել ես Վռամին։ Հա? Քո ձեռքով։ Կանչել էր Առնոն։ Գիտեմ, օրն անցավ քեզ բան չասեց, բայց իմացի ամեն ինչ արվում է դրա համար։ Իմ համար գիշեր ցերեկ չկա, սաղս էլ կծով կա։ Ես շատ քչերին եմ վստահել իմ կյանքում, մինչև հիմա էլ տենց։ Ես ընդհանրապես մարդկանց չեմ վստահում արդեն։ Երևի կյանքի փորձից է։ Դու իմ բոլոր հարցերը գիտես։ Դու նույնիսկ իմ անձնական կյանքը գիտես։ Գիտես այնտեղ ոնց է։ Գիտեմ Առնոն։ Ու երբ որ իմ տղեկի մեջ դավաճան կար, երբ որ ինձ դավաճանել էին ու ես իմ տղեկի մեջ դավաճանների էի փնտրում, երբեք ես չեմ կասկածել, երբեք։ Միշտ դու եղել ես կասկածից դուրս, որովհետև վստահել եմ քեզ։ Գիտեմ ու դրա համար շնորհակալ եմ Առնոն։ Գիտես այդ ինչի է այդպես։ Որովհետև դու ապացուցել ես։ Ապացուցել ես ամենաթանկ բանը, որ դու ունես ես կյանքում։ Ու այդ քո կյանքն է Արտոն։ Դու քո կյանքն ես զոհաբերել։ Դու քո կյանքը նվիրել ես իմ անվտանգությունն ու իմ ընտանիքին։ Դրա համար էլ ես քեզ ամենաշատն եմ վստահում։ Հիմա մի հատ այնպես պահ է եկել, որ դու պիտի ինձ ապացույցներ ներկայացնես։ Բայց ոչ թե քո կյանքի համար, այլ ուրիշի։ Ոնց Առնոն։ Ես ուզում եմ ապացուցես։ Ապացուցես կամ Վռամը մահացած է, կամ Վռամը կենդանի։ Ինձ պետք են ապացույցներ։
Այդ բնական է, որ դու տենց ես մտածում։ Դու ասացիր, որ մեռածների մեջ թշնամի չունես։ Ես մի անգամից հասկացա, որ ես լավ պլանավորած ծրագրի մեջ դու վռամին կկասկածես։ Բայց ես իմ աշկով եմ տեսել, թե ոնց է վարվել մոտուն Արնոն։ Ես գիտեմ արդեն։ Դու տեսել ես։ Դու ինձ եկար ասեցիր, ես քեզ հավատացի։ Բայց իմ ամբողջ կյանքս, իմ ամբողջ ընտանիքի կյանքը հենց է դասավորվել, որից պետք են ապացույցներ։ Առանց դրա այս հարցը չի կարող լուծվել։ Կապ չունի ինչ ապացույց, կամ մեռած է, կամ կենդանի, որ ես իմանամ մեռած մարդու հետ գործ ունեմ, թե կենդանի մարդու արտով։ Հասկացար ինձ արտով։ Ժամանակ ենք կորցնելու Արնոն։ Կարամ հետո բերեմ, երբ երեխեքը տուն գան։ Իսկ ինձ գիտես ինչ է թվում, որ միջև վռամին չգտնենք, չիմանանք վռամը կենդանի է թե մեռած։ Ես իմ երեխեքին չեմ գտնելու։ Այսինքն ինչ ես ուզում ասես։ Արփին գիտես ինչ է պնդում, որ վռամը կենդանի է, ու հենց վռամն է գողացել երեխան։ Իրոք բան չեմ հասկանում Արնո, այդ անհնար է։ Անհնարը գիտես երբ է հնարավոր դառնում, երբ որ կասկած է առաջանում, իսկ երբ որ կասկած է առաջանում, ուրեմն պետք է ստուգել, պետք է համոզվել, դա տենց է, թե չէ։ Իսկ կոնկրետ կարամ իմանամ ինչ է տեսել Արփին։ Տեսել է, որ վռամը իրան հետևում է, անընդհատ։ Այդ հիվանդանոցի օրը վռամն ու Արփին պայմանավորված են եղել, որ հիվանդանոցում պետք է հանդիպեն։ Բա ինչի Արփին շուտ չէր ասում դրա մասին։ Որովհետև վռամը իրան ասել էր, որ ես ուզում եմ երեխեքին հանեմ երկրից։ Իսկ վռամը իրան առաջարկել է, որ օգնի։ Դրա փոխարեն էլ Արփից օգնություն է պահանջել։ Բայց ինչի պիտի Արփին օգներ վռամին։ Չգիտեմ, Արտոմ, չգիտեմ։ Վռամը Արփին նամակներ է ուղարկել։ Ստեղ տուն։ Այդ անհնար է։ Անհնար։ Անհնար բան չկա, ասում նամակներ է ուղարկել Արտո, ու Արմանի միջոցով։ Արմանի։ Հա, Արմանի։ Հենց Արմանի միջոցով, Արտո։ Ես Արմանին վստահում եմ Արնո։ Ես քո փոխարեն գարանտ չէի կանգնի Արմանին։ Դու տեղյակ ես Արմանի մասին։ Տեղյակ ես ինքը երկրորդ կյանք ունի թե չէ։ Տեղյակ ես մարդիկ տարիներ իրար հետ ապրելով չեն իմանում իրար մասին ոչ մի բան։ Մի օր բացվում է ու մարդիկ շոկի մեջ են ընկնում։ Ու դու այսօր Արմանի մասին ինչեր ես խոսում։ Գարանտ ես կանգնում, ես քո փոխարեն երաշխավոր չէի կանգնի։ Այն էլ քո կյանքով, Արտո։ Չգիտեմ ինչ ասեմ։ Դու չգիտես։ Ես գիտեմ։ Ես գիտեմ այն, ինչը որ այսօր առավոտյան ինձ Արփին ասել է։ Կներես Արնո, բայց դու Ուզում ես ասես հավատում եմ Արփին, թե չէ։ հա Հավատալ ու չհավատալ ես բան դեր չի խաղում, որովհետև կասկածում է։ Իսկ եթե կասկածում է, ուրեմն այդ կասկածները դու պիտի ստուգես։ Պիտի ստուգես, որ ես ու դու համոզվենք, իրականում այդպես է թե չէ։ Ես ինքս տվեցի իրանց։ Կսի մերեխոն իրանց տվեցի։ Դու պաշտպանեցի։ Ես չպաշտպանեցի իրան։ Քեզ էլ չպաշտպանեցի։ Իրանունն էլ ամար։ Մարկ եմ դրել, որ անունդ երբեք չմոռացվի, երբեք։ Դու իմ հետ
Միշտ իմ հետ կլինես։ Կօգնես չէ երախուս գտնեմ։ Ես գիտեմ դու կօգնես ինձ։ Ես գիտեմ դու այստեղ ես իմ հետ ես։ Գիտեմ։ Այս վարամի ձեռագիրն է, նման է իրան շատ, բայց եթե ինքը մեռած է, ուրեմն ով է, իսկ եթե վրամն է, իսկ եթե Արփին ճիշտ է, բայց Արփին հիմա այն վիճակում չի, ինչքանով է ճիշտ հենվել Արփի ասածների վրա, ես այդ ժամանակը չունեմ, եթե իրոք իմ քթի տակ դավաճաններ կան, ու ամեն քայլը փոխի խփում են ինձ, ապրում են իմ հաշվին ու իմ մեջքից ինձ հարվածում, ոնց վարվեմ, ոնց հասկանամ, թե ով է ճիշտ, Արմանը շատ հանգիստ է իրան պահում, իսկ եթե հանկարծ պարզվեց, որ վրամը ողջ է, ուրեմն Արմանը առաջին դավաճանն է, իսկ Իռան ինչեր պաշտպանում Արմանին, ինչի պիտի օգնի, ինչ օգուտ ունի, որ խաբում է, զուտ Արփին վնասելու համար, մենակ էդ։ Արնո բան ա եղել։ Ինչ ես ապուշի նման այդտեղ կանգնում։ Ինչ ես այդտեղ կանգնում։ Խոսա։ Արտոնը ասել որ մնանք ստեղ, յան գործով դուրս են եկել։ Բա դու ինչ ես այդտեղ մնացել։ Գնա երեխեքիս մանարի, գնա երեխեքիս գթի։ Ոչ թե կայացածվե դեմքիս ես նայում։ Ում ես պաշտպանում, ստե մնացել ես։ Տանը ես եմ մենակ, ես ինձ կարողանում եմ պաշտպանեմ։ Գնա ստեղից։ Գնա դեմքները չեմ ուզում տենամ։ Հիմի մարդ չմնաց թե մենք։ Չէ, թող չմնա։ Չէ։ Ոչ մեկին չեմ ուզում տենամ, գնա։ Գնա ստեղից։ Ասել որ մնանք։ Շատ բան ասա, ես եմ ես տանը կարգադրություններ անում, գնա երեխեքիս մանարի։ Գնա ոչ մեկի դեմքը չեմ ուզում տենամ։ Չեմ ուզում։ Երեխեքիս եմ ուզում տենամ, երեխեքիս, ուրիշ ոչ ոքի։ Արնո ինչ է եղել, ինչ ես գորում։ Դու ինչ ես ուզում։ Տան գիշերային կարգ ու կանոնին ես հետևում։ Դες երակ ես ուշում ասում։ Եթե հանկարծ իմանամ քո մատը խառն այս պատմությունների, եթե դու ինչ-որ բան գիտես ու ինձանից թաքցնում ես, առաջինը քեզ եմ մորթել։ Երիք չէ այսքան կասկածամիտ լինես իմ հետ։ Ես ոչինչ չեմ թաքցնում։ Ես իմ տունն եմ քեզ վստահել։ Իմ երեխեքին։ Իսկ դու չկարողացա պաշտպանել իրենց։ Ու լավ իմացի, որ քո գործը մենակ հետախուզությունը չի եղա։ Ես ոչինչ չգիտեմ։ Ինչ եղել է, այդ ամենը քեզ պատմել եմ։ Դու աղոթի։ Աղոթի, որ Արփի ասածները ճիշտ չլինեն։ Եթե հանկարծ պարզվի, որ Արփին ճիշտ է ասում, դու գիտես, որ իմ առաջ պիտի բացատրություն տաս։ Իսկ եթե պարզվի, որ ինձ խաբել ես, քո վերջը շատ տխուր է լինելու։ Իսկ հիմա կարաս գնաս քնես, բարի գիշեր։ Արա, ես ինչի քնած չես։ Պարզ է արդեն։ Դու էլ խմի։ Մենակ հետաքրքիր չի խմելը։ Հետաքրքիր չի մի խմի։ Քո համար եմ ասում, առավոտ գլուխ ուժեղ ցավալու է։
կասես այս ժամին ինչ ես որոշել խմես։ Երբ խմեմ։ Ցերեկը աշխատանքի եմ, երեկոյան ընտանիքիս հետ։ Գիշերը միակ ժամն է, որ մենակ եմ մնում։ Արամ, ինչից ես փախնում։ Էս է քո կյանքը։ Աննան լավ աղջիկ է, դուք երեխա եք ունենալու։ Ինչ չունես ես կյանքում, Արամ։ Ինչ ես ուզում կյանքից, որ կյանքը քեզ չի տալիս։ Ինչ եմ ուզում։ Արմը ինչ պիտի ուզենամ։ Ինչ պիտի ուզենամ մի մարդ, ով հույս չունի։ Ես հիմա անգամ չեմ էլ երազում, որովհետև անիմաստ է։ Տենց մի ասա աղբերս, դու ես կյանքում ամեն ինչ էլ ունես, ինչ տապակաս Արամ։ Արմը մի հարցրու, որովհետև դու էլ պատասխանը գիտես, թե ինչ չունեմ ու ինչ է պակաս իմ կյանքում, ու ով։ Հիմա ինչ ես ուզում։ Առանց քեզ էլ իմ պրոբլեմները շատ են, խոսա ինչ ես ուզում։ Հիմա տանել արված վիճակ է։ Երեխեքը չկան ու ես զգում եմ, որ քո վրա ամեն ինչ ազդում է։ Ուզում եմ գնալ։ Աստորեն Արնոյի նավը խորտակվում է, իսկ կռիզները փախնում են։ Ուղղակի ես մեկը էլ ստեղ անելիք չունեմ։ Իսկ կարող մտածում ես, որ քո անելիքները ես եմ որոշում։ Դու ստեղից ոչ մի տեղ չես գնում։ Դու ստեղ կմնաս այնքան ժամանակ, ինչքան որ ես եմ ուզում։ Ես եմ որոշում քո ճակատագիրը։ Ես եմ որոշում ստեղ ինչքան մնաս ու երբ գնաս։ Մինչև մեր երեխեքը նորից չվերադառնան տուն, դու ոչ միտեղ չես շարժվում։ Անեցվեր ավելի լավ է գլուխոտի բարձին հանգիստ քնի։ Ինձ էլ մի խանգարի, որովհետև ես կռիզներին եմ ընտրում, կռիզներին։ Դու դեռ ստեղ ես։ Ես քո տեղը վաղուց քնած կլինեի։ Ես մտածում եմ, որ օրը կգա ու դու ամեն ինչ կմոռանաս։ Ես համոզված եմ դրանում, Արամ։ Իսկ ես համոզված չեմ։ Որովհետև ես առանց երազանքների ապրող մարդ եմ։ Ես երջանիկ չեմ։ Ես ուղղակի ապրում եմ, չէ ավելի ճիշտ չեմ ապրում։ Ճիշտ է, մեռած չեմ, բայց չեմ ապրում։ Արամ, դες չես ասի, երբ երեխդ տեսնես, երբ գրկես նրան, հավատ այդ ժամանակ ամեն ինչ կփոխվի։ Չգիտեմ, հնարավոր է։ Հաստատ կփոխվի կյանքդ, Արամ։ Աննան քեզ շատ է սիրում։ Ես հույս ունեմ, որ մի օր ես կսիրեմ Աննային։ Աննային ու ես կյանքը, որ կապրեմ նորմալ կյանքով։ Բայց հիմա այդ մասին չեմ էլ ուզում երազեմ։ Արամ, դու շատ ես խմել, էլ չես հասկանում ինչ ես խոսում։ Գնա քնի։ Արամ, ես հիմա շատ լավ եմ հասկանում։ Արամ, եթե դա քեզ կօգնի,
Ես միջև դուս պատրաստ եմ նստեմ ու լսեմ քեզ։ Ջան։ Ճիշտ ես ասում։ Գլուխս գցավ է։ Ավելի լավ է գնամ քնեմ։ Դու էլ գնա քնի, ուշ է արդեն։ Ինչի քնած չես։ Քեզ էի սպասում։ Ինչի իր սպասում։ Հիմա էլ հո տանն եմ դրսում չեմ։ Իմ մոտ նենց տպավորությունա, ոնց որ մենք առանձին ենք ապրում։ Իրար հետ ընդհանրապես կապ չունեցող մարդիկ ենք արամ։ Մի տան մեջ ենք ապրում, մի սենյակում ենք քնում, բայց ընդհանրապես իրար հետ կապ չունենք։ Ես չեմ զգում ոչ քո սերը, ոչ հոգատարությունը, ոչ աջակցությունը արամ։ Դու ուրախ չես քո երեխու համար։ Ամեն ինչ ես խոսում։ Ինչի էր այս ժամին մենակության մեջ խմում։ Քեզ հետաքրքիր է ինչ էի խմում, թե ինչ էի մենակ խմում։ Երկուսը միասին։ Բայց կարաս չպատասխանես, որովհետև երկուսի պատասխանել շատ լավ գիտեմ արամ։ Դու ուրախ չես ոչ մեր համար, ոչ մեր կյանքի համար, ոչ երեխուդ համար, ոչ մի բանի համար ուրախ չես։ Դու հիմա երազում ես, որ ամենաշատը ինձանից ազատվես, չէ՞։ Աննա, ես հիմա ոչ մի բանի մասին չեմ երազում, ասեմ ավելին, ես մոռացել եմ, թե ինչ նշանակում երազել։ Այսինքն։ Ինչ այսինքն։ Ես ասեցի դու հասկացար։ Ու երիքը երկարացնես։ Ուրեմն դու չես ուզում, որ ես երեխեմ ծնվի։ Դու ուրախ չես մեր կյանքի համար։ Մեր ընտանիքի համար։ Դու չես մտածում մեր մասին։ Մտածում եմ, ու շատ եմ մտածում։ Ու հերիքը կյանքիցդ բողոքես, որովհետև ես քեզ տալիս եմ ավելին, քան կարող եմ։ Չես կյանք չի։ Ոնց ես արբի։ Արբի ամբողջ օրը բան չես կերել։ Մի բան բերեմ։ Չեմ ուզում։ Ես քեզ հավատում եմ։ Վստահ եմ, որ պապան էլ է հավատում։ Ես հավատում եմ, որ Վրամին տեսել ես։ Բայց փորձի ինչ-որ մի բան հիշել, բոլոր մանրամասները արբի։ Դա մեզ շատ կօգնի։ Ամեն ինչ դրանից է կախված։ Չեմ հիշում։ Ուղղակի չեմ հիշում։ Ինձ էլ արդեն թվում, որ այդ ամեն ինչը ուղղակի իմ երևակայությունն է, այդպես բան չի եղել։ Ես էլ եմ արդեն սկսում տենց մտածել։
Հասկանում եմ։ Բայց կարող ես վստահ լինել, որ եթե ինչ-որ բան հիշես, երեխուն գտնելու հնարավորություն ավելի մեծ կլինի։ Փորձիր հիշել, որ դու Վրամի հետ էիր, ինչ-որ մարդիկ ձեզ տեսել են, թե չէ։ Ամեն ինչ շատ լավ կազմակերպել է։ Անընդհատ ուղղակի հայտնվում էր ու կորում։ Ինքը ամեն տեղ մարդ ունի։ Օրինակ Արմանը։ Արնոյին մոտ աշխատում, բայց իրականում Վրամի մարդն է։ Բայց ինձ ոչ ոք չի հավատում։ Ոչ ոք։ Արփի, ես հավատում եմ։ Լսում ես։ Հիմա ուղղակի հանգստացի, ինչքան հանգիստ լինես, այնքան շուտ կհիշես։ Բայց ուր ենք ու տղերքը, որ ոչ ոքի ներս չեն թողնում բացի հանցագործների։ Ընտրեմ, դու ուտել բաց։ Էլ պահելու բան չունեմ, Ալբեր։ Ոչ ոք ինձ պետք չի։ Բոլորին ուղարկել են, որ գնան երեխեքից փնտրեն։ Բայց անարդյունք։ Ոչ մի տեղից նորություն չունեմ։ Ճիշտ ասած, ես քո դուռը եկող չէի, եթե Մարկի հարցը չլիներ։ Ոնց տեսնում եմ, ոչ մի բան առաջ չի գնում։ Եկել եմ, որ խելքի տանք տեսնենք ինչ կարող ենք անել։ Ընդունում եմ օգնությունդ, որովհետև հիմա ամեն ինչն է կարևոր։ Ինչ ես առաջարկում։ Դասում եմ, այն ինչ որ Արփին ինձ ասել է, դու էլ գիտես։ Ու Արփի ասածը ոնց որ խելքի մոտ բան է։ Ես հակված եմ հավատալու իրեն ասածին։ Որովին էլ չեմ մտածում, որ դի խելագարի տեղ դնենք Արփին ու մտածենք, որ ճիշտ չի ասում։ Ալբերտ, ես Արփին խելագարի տեղ չեմ դնում։ Ուղղակի Արփին հիմա այնքան ծանր վիճակում է։ Երեխեքի կորստից հետո բոլորի վրա կասկածում է։ Բոլորի ու ամեն ինչի։ Իրան թվում է, թե բոլորը հանցագործ են։ Դրա համար ես հակված չեմ հավատալ Արփիի պատմություններին։ Ճիշտ ասած, Արփին հիմա լավ չի զգում իրեն, հոգեվիճակը ծանր է, որոշ տարօրինակ բաներ անում է, բայց իմ աղջիկը խելագար չի, ես իրեն լավ եմ ճանաչում։ Ու ինչ որ ասում է, խելքի մոտիկ է։ Ալբերտ, ես շատ լավ գիտեմ, որ Արփին խելագար չի, բայց այնպես բաներ ասում, այնպես պատմությունները հորինում, որ չեմ կարողանում լուրջ վերաբերվել։ Ինքը խոսում է Վրամի մասին, մի մարդու մասին, ով պայթել է մոտոյի վրա, ու իմ տղեկը տեսել են, թե ոնց է վառվելու այդ մոտոյի հետ մոխիր դարձել։ Ես չեմ կարողանում հավատալ մի մարդու մասին, ով որ չկա էլ, ով որ երկնքում է մոխիր է դարձել։ Իսկ ինքը պատմում է, թե ինչպես է հետ համագործակցել, ինչպես է երեխուն տվել իրան։ Ոչ մի կերպ ուղեղումս չի տեղավորվում։ Հիմա դու շատ նյարդայնացած վիճակում ես, մի քիչ փորձի ավելի հանգիստ, ռացիոնալ մտածել։ Լավ, ենթադրենք, թե տղան քո ասած մոտոյի վրա վառվել է։ Բայց ինչ որ ապացույցներ պետք է լինեն, չէ՞։ Ասենք բժշկական եզրակացություն, ոստիկանության, դրան ինչ են ասում, հա, էլի, եզրակացություն, գերեզման, կարելի է պարզել։ Եթե այդ ամեն չկա, այդ դեպքում կարող ենք մտածել, որ Արփին խելագար է։ Ապացույցներ են պետք։ Ճիշտ ես ասում։
Պաստորեն պետք է դրանով զբաղվել։ Իհարկե, քո տղերքի ասածը հիմք չի։ Ինչ իմանաս, ինչ նպատակով են ասում։ Անենք այդպես։ Լավ։ Արփի։ Եվ այն վռամն է տարել։ Ինչ ես այդպես մտածում։ Գնացել էի հիվանդանոց։ Ուզում էի Եվային ամեն ինչ ասել, ուզում էի պատմեի, որ վռամը ողջ չէ։ Մտածեցի կարող է ինքը ինչ-որ տեղեկություն ունենա։ Բայց Եվան այդտեղ չէր։ Ինձ ասացին, որ գիշերը ինչ-որ տղա է եկել, իր հետ գնացել է։ Ու դու մտածում ես, որ դա վռամն է։ Դե կամ ինքն է, կամ իր մարդկանցից մեկը։ Երբ Եվան վատացել էր, ինձ վռամը տարավ այդ տուն, ինքը ճանապարհը ցույց տվեց։ Բայց այնտեղ ինչ-որ տղա էլ կար։ Ստացվում է, որ վռամը հեռակակարգով Եվայի մասին հոգ էր տանում։ Պարզ է։ Ուրեմն ես ավելի լավ ազանգեմ հորդ։ Թող ինքը գնա հիվանդանոց ու անձամբ համոզվի։ Թող ճիշտ է ամեն ինչ։ Այդպես ավելի ճիշտ կլինի։ Հա, թող գնա անպայման։ Ես չեմ կարող ուղղակի գնամ ոստիկանություն, ասեմ ինձ տվեք տեղեկություններ իմ անձնական գործերի համար։ Առանց գործը բացելու ինձ ոչ ոք չի տա։ Չնայած եթե պետք լինի, կարելի է ինչ-որ տարբերակով մի բան մտածել։ Ես քեզ ասել եմ, չէ՞ որ ես քեզ հետ եմ։ Ուրիշ հարցերով չէ, բայց այս հարցով քեզ հետ եմ, որովհետև թոռամս հարցն է։ Ուրեմն ասել եմ ու քեզ հետ կլինեմ ու կօգնեմ քեզ այդ հարցում։ Ես չեմ ուզում ոստիկանությանը խառնեմ իմ գործերին։ Դա ինձ ընդհանրապես ձեռք չի տալիս։ Մեկը պետք է պարզել վռամը սաղա թե չէ։ Ինչ-որ մարդիկ է պետք գտնել, ովքեր իրեն հետ կապում են։ Այդ մարդկանց է պետք գտնել, հասկանում ես։ Մի րոպե։ Հա, Անիտա։ Ալբերտ, Արփին կարևոր բան է հիշել։ Ինչ է հիշել։ Ինքը գնացել է հիվանդանոց Եվայի մոտ։ Բայց Եվան այնտեղ չի եղել։ Առանց դուրս գրվելու անհետացել է։ Ինչ-որ սանիտարական է վերջինը տեսել ու ասել է տղայի հետ ինչ-որ դուրս է եկել։ Տղայի։ Իսկ չեն նկարագրել ինչ տղա։ Չէ, անձամբ սանիտարկայի հետ Արփին չի խոսել։ Բուժքույրի հետ է խոսել։ Ճիշտ կլինի, որ դու գնաս ու ինքդ ճշտես ամեն ինչ։ Լավ, Անիտա, ես քեզ կզանգեմ։ Սպասի, դու իմ Առնոյի հետ ես։ Ինչ է եղել Ալբերտ։ Գնում ենք հիվանդանոց։ Ինչի համար։ Ճանապարհին գաս։ Դե գնացինք։